Բարև ձեզ, ես Արտեմ Սահակյանն եմ։ Մենք շարունակում ենք մեր առցանց դասընթացը էլեկտրադինամիկա ընդհանուր խորագրով։ Ավելի ճիշտ ասած, շարունակում ենք նրա ներածական մասերից մեկը, որը նվիրված է մաթեմատիկայի առանձին հատնտիր բաժիններին, եւ այսօրվա դասը մենք կնվիրենք կոմպլեքս թվերին, որոնք լայն կիրառում են ստացել ոչ միայն էլեկտրադինամիկայում, այլ նաև ֆիզիկայի եւ տեխնոլոգիաների հարակից ոլորտներում, ինչպիսիք են ազդանշանների տեսությունը, ինչպիսին է շղթաների տեսությունը, ինչպիսին է ռադիոալիքների տարածման տեսությունը, անտենաների տեսությունը եւ այլն։ Իսկ այսօր անցնենք մասնավորապես ընդհանուր դրույթներին եւ կոմպլեքս թվերի կիրառման էլեկտրական շղթաների տեսության մեջ։ Սկսենք թվերի մասին ընդհանուր դրույթներից։ Նախ տեսնենք, թե թվերի ինչպիսի համախմբեր գոյություն ունեն եւ ինչպիսին է եղել նրանց պատմական զարգացման հաջորդականությունը։ Առաջինը պատմականորեն գոյացել են բնական թվերը, կամ անգլերեն ասում են natural numbers։ Նրանց մաթեմատիկական նիշը բերված է այստեղ այս վանդակի ներսում։ Բնական թվերը իրենցից ներկայացնում են դրական ամբողջ թվեր 1-ից մինչև պլյուս անսահմանություն, որոնք ըստ էության թվային առանցքի վրա պատկերվում են որպես առանձին կետեր, սկսած 1-ից մինչև անսահմանություն։ Հաջորդ համախումբը, որը գոյացել է բնական թվերի համախմբից, գումարելով նրանց բացասական թվերը, այդ թվում նաև 0-ն, այնպես որ ամբողջ թվերի համախումբը թվային առանցքի վրա դիտարկվում է մինուս անսահմանությունից մինչև պլյուս անսահմանություն առանձին կետեր եւ պայմանավորված է եղել ըստ էության մարդկության զարգացման պահանջներից։ Հաջորդ համախումբը, որը այստեղ հարկ է նշել, դա ռացիոնալ թվերի համախումբն է, որը գոյանում է ամբողջ թվերից, ավելացնելով դրան կոտորակային արժեքները։ Խոսքը վերաբերում է հասարակ կոտորակներին եւ տասնորդական այն կոտորակներին, որոնք գոյանում են հասարակ կոտորակներից, այսինքն տասնորդական կոտորակների այն համախումբն է, որը ունի պարբերական ստրուկտուրա։ Եվ այդ ռացիոնալ թվերի ավելացումից հետո ըստ էության թվային առանցքը լրանում է նաև մի խումբ այլ կետերով, որոնք գումարվում են գոյություն ունեցող ամբողջ թվերի կետերի այդ համախմբին։ Հաջորդը իրական թվերի համախումբն է։ Իրական թվերի համախումբը գոյացել է ռացիոնալ թվերի համախմբին ավելացնելով իռացիոնալ թվերը։ Իռացիոնալ թիվ ասելով մենք նկատի ունենք այնպիսի տասնորդական կոտորակների արժեքներ, որոնք հնարավոր չէ ներկայացնել հասարակ կոտորակների տեսքով։ Այսինքն դա ոչ պարբերական կառուցվածք ունեցող տասնորդական թվերն են, ինչպիսիք օրինակ արմատ 3-ն է, արմատ 2-ն է, արմատ 5-ը, արմատ 7-ը եւ այլն։ Եվ այստեղ այս համախմբի դասին են պատկանում նաև այնպիսի իռացիոնալ թվեր, ինչպիսիք են π թիվը կամ բնական լոգարիթմի հիմքը ե թիվը 2.71 եւ շարունակ տասնորդական կոտորակը, եւ այդ իրական թվերի համախումբը ըստ էության լրացնում է ամբողջ թվային առանցքը չթողնելով դատարկ տեղեր։ Սակայն հետագայում պարզվեց, որ իրական թվերը չեն բավարարում մաթեմատիկայի տագա զարգացման պահանջներին, եւ այստեղ 19-րդ դարի առաջի կեսերի ընթացքում անհրաժեշտություն գոյացավ մտցնել նաև կեղծ թվերի գաղափարը, ավելացնելով այն իրական թվերի համախմբին, ստեղծելով կոմպլեքս թվերի մի համախումբ, որի մասին մենք այսօր կխոսենք։
Իսկ այժմ տեսնենք, թե որտեղից է գոյանում կոմպլեքս թվերի անհրաժեշտությունը։ Այդ նպատակով դիտարկենք մի ֆունկցիա fx քառակուսի եռանդամի տեսքով, այսինքն ax քառակուսի plus bx plus c։ Պարզության համար վերցնենք a-ն հավասար 1, b-ն հավասար -2 և c-ն հավասար -8։ Այս թվերը հանգեցնում են ավելի հարմար վերլուծության տեսքի, ուստի կարտագրենք fx-ը որպես x քառակուսի -2x -8 և մեզ կհետաքրեն այս ֆունկցիայի արմատները, այսինքն որտեղ է այս ֆունկցիան հատում x առանցքը։ Այդ նպատակով հաշվարկենք դիսկրիմինանտը, որի բանաձևը հայտնի է դպրոցական դասընթացից, այն հավասար է b քառակուսի -4ac և սա մեզ տալիս է 4 մինուս, այստեղ գրենք 4 անգամ 1 անգամ -8 և պատասխանն է 36։ Ուստի պարզ է դառնում, որ արմատների ընդհանուր արտահայտությունը 1, 2-ը, որը հավասար է, այստեղ գրենք -b պլյուս մինուս արմատ d բաժանած 2i և ըստ էության x1-ը մեզ կտա 2 պլյուս 36 պլյուս արմատ 36 բաժանած 2-ի և սա ստացվում է հավասար 4, իսկ x2-ը հավասար է 2 մինուս 6 բաժանած 2-ի, սա տալիս է մեզ -2։ Սրանք են արմատների արժեքները, ուստի բնական է ենթադրել, որ սա կունենա պարաբոլի տեսք և փաստորեն, եթե սա x-ն է, սա fx-ը, ապա մենք կունենանք պարաբոլ, որը հատում է x առանցքը երկու տարբեր կետերում, մեկը -2 կետն է, մյուսը +4 կետն է։ Կընտրենք մի նոր ֆունկցիա, որը կարտահայտենք հետևյալ կերպ. fx-ը հավասար է x քառակուսի -2x -8 և այստեղ մենք կավելացնենք մի նոր անդամ, կգրենք պլյուս d։ Այս d-ն թույլ կտա, որ մենք մեր գրաֆիկը տեղաշարժենք վերև ներքև այսպես և տեսնենք, թե պատասխանը ինչ է ստացվում։ Այդ նպատակով կառուցենք մի աղյուսակ և կառուցենք այդ ֆունկցիայի գրաֆիկը Excel ֆորմատով։
Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ մեր ֆունկցիայի գրաֆիկը ունենալով պարաբոլաձև տեսք, այն հատում է x առանցքը -2 կետում և +4 կետում։ Հիմա փորձենք փոփոխել d-ի արժեքը, այսինքն d-ն փոփոխելով տեսնենք, թե ինչ է տեղի ունենում։ Մենք տեսնում ենք, որ մեծացնելով d-ն փաստորեն գրաֆիկը աճում է և գալիս է մի ակնթարթ, երբ այդ երկու արմատները համընկնում են իրար հետ և շոշափում են x առանցքը և ըստ էության ստացվում է, որ արմատները համընկնում են իրար։ Սա մենք կանվանենք կրկնվող արմատներ։ Հետագա d-ի աճի դեպքում մենք տեսնում ենք, որ կորը բարձրանում է x առանցքից դեպի վեր և թվում է, թե այս արմատները անհայտանում են, վերանում են, այսինքն իրական x առանցքից նրանք անհայտանում են։ Ինչ է այստեղ տեղի ունենում։ Շարունակելով մեր օրինակը, հիշեցնեմ, որ մենք մտցրեցինք կամայական մի քառակուսային եռանդամ, որին ավելացրեցինք ազատ d անդամը և այդ անդամը փոփոխելով մենք փորձում ենք հետևել, թե ինչպիսին է այս ֆունկցիայի վարքը, իսկ ավելի ճիշտ, ինչպիսին է նրա արմատների վարքը, երբ ֆունկցիան փոփոխվում է որոշ սահմաններում։ Մասնավորապես այստեղ մենք նշեցինք 3 տարբեր դեպքեր, որոնցից առաջինը ընդունեցինք, երբ d-ն հավասար է 0-ի։ Այդ դեպքում մենք, ինչպես տեսանք, ունենք երկու իրական արմատներ, քանի որ դիսկրիմինանտը ոչ զրոյական արժեք ունի, և այդ արմատները ցույց են տված գրաֆիկի վրա նկար 2.4.1-ում։ Այնուհետև փոփոխելով, մեծացնելով d-ի արժեքը, մենք հանգեցինք մի դեպքի, երբ այդ երկու արմատները համընկան հավասարվելով 1-ի, քանի որ դիսկրիմինանտը հավասար էր 0-ի, և ըստ էության պարաբոլաձև գրաֆիկը շոշափեց իրական թվերի x առանցքը, և հաջորդ d-ի արժեքների մեծացումը բերեց նրան, որ դիսկրիմինանտը այդ դեպքում դարձավ բացասական, և ինչպես մենք գիտենք դպրոցական դասընթացից, այն հանգեցնում է իրական արմատների բացակայությանը։ Այստեղ ժամանակն է տալ մի սահմանում, նկատի ունենալով, որ քառակուսային հավասարումը չի կարող չունենալ արմատներ, մտցվում է այսպես կոչված կեղծ միավորի գաղափարը, j տառով է նշանակվում, դա արմատ -1-ն է, 2.4.1 արտահայտությամբ պատկերված։ Կեղծ միավորի գաղափարը գալիս է դեռ Ռենե Դեկարտի ժամանակներից կամ նույնիսկ Դեկարտից առաջ կեղծ միավորի գաղափարը արդեն մտցված է եղել։ Համենայն դեպս կեղծ միավորը օգտագործելով մենք հանգում ենք այսպես կոչված կոմպլեքս թվերին։ Կոմպլեքս թվերը կարող են ներկայացվել ինչպես ուղղանկյուն, այսինքն հանրահաշվային տեսքով, այնպես էլ բևեռային, այսինքն էքսպոնենցիալ տեսքով, ինչպես պատկերված է 2.4.2 արտահայտության մեջ։ Այստեղ կուզեի նշել, որ այս էքսպոնենցիալ տեսքով արտահայտությունը առաջարկել է ականավոր գերմանացի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը, որը հետագայում աշխատում էր նաև Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ Եվ ըստ էության այս էքսպոնենցիալ տեսքն էր, որ հանգեցրեց կոմպլեքս թվերի հետագա զարգացմանը և կոմպլեքս փոփոխականների ֆունկցիայի տեսության ստեղծման և զարգացման համար այսօրվա օրով այն լայն կիրառում է ստացել մաթեմատիկական տարբեր խնդիրների լուծման համար։ Մեր դեպքում, մտցնելով կեղծ միավորի գաղափարը, մենք կարող ենք x1-ը և x2-ը արտահայտել հետևյալ ձևով, եթե օգտագործենք դպրոցական դասընթացից հայտնի արմատների արտահայտությունը։ x1-ը ստացվում է 1 +
j2 արմատ 3 և x2-ը մենք մինուս j2 արմատ 3։ Փաստորեն ստացվում է այնպես, որ մենք ակամա ներկայացնում ենք այստեղ մի նոր հասկացություն, այսինքն կոմպլեքս հարթության հասկացություն, նկատի ունենալով, որ իրական թվերի առանցքը փոխարինվում է հարթությամբ, այսինքն թվերը դուրս են գալիս այդ իրական թվերի առանցքի վրայից և տեղափոխվում կոմպլեքս հարթության մեջ։ Եվ կոմպլեքս հարթության մեջ մենք կարող ենք պատկերել արդեն ինչպես իրական արմատները այստեղ ցույց են տված դեն հավասար 0-ի դեպքում և դեն հավասար 9-ի դեպքում, այնպես էլ նրա կոմպլեքս արմատները, որոնք մենք ստացանք դեն հավասար 12-ի դեպքում։ Նորից նշենք, որ կոմպլեքս թվերը իրենցից ներկայացնում են թվերի այն դասը, այն համախումբը, որը պատկերվում է երկչափ տարածության մեջ, այսինքն կոմպլեքս հարթության վրա, ինչպես պատկերված է նկար 2.4.3-ում, ի տարբերություն իրական թվերի, որոնք ներկայացված են միաչափ տարածության մեջ, այսինքն իրական թվերի առանցքի վրա։ Հարկ է նշել, որ այս պայմաններում կոմպլեքս թվի ֆունկցիան, նրա գրաֆիկը պատկերվում է ըստ էության եռաչափ մասշտաբով, քանի որ նրա անկախ փոփոխականը իրենից ներկայացնում է կոմպլեքս թիվ, որը գտնվում է երկչափ հարթ տարածության մեջ։ Կոմպլեքս թվի իրական և կեղծ մասերը կոմպլեքս հարթության վրա կարող են ներկայացվել ինչպես ուղղանկյուն դեկարտյան կոորդինատներում, այնպես էլ բևեռային կոորդինատային համակարգում, նորից դիտելով նկար 2.4.3-ը։ Այստեղ կուզեի նշել, որ ինչ-որ չափով կոմպլեքս թվերը հիշեցնում են երկչափ տարածության մեջ վեկտորական մեծությունները, սակայն հետագայում մենք կհամոզվենք, որ նրանց միջև կա և նմանություն, բայց կա էական տարբերություն։ Ի դեպ նշեմ, որ կոմպլեքս թիվը նշանակվում է կետով այդ սիմվոլի, այդ տառի վրայից։ Դժվար չէ տեսնել, որ ինչպես պատկերված է այս նկարի վրա, կոմպլեքս թվի բացարձակ արժեքը որոշվում է ուղղանկյուն եռանկյունից որպես արմատ a քառակուսի պլյուս b քառակուսի, իսկ կոմպլեքս թվի անկյունը, որը այն կազմում է իրական առանցքի հետ, փաստորեն որոշվում է որպես հակադարձ տանգենս b-ն բաժանած a-ի։ Հեշտությամբ կարելի է որոշել նաև հակադարձ փոխակերպումը որպես 2.4.4 արտահայտություն։ Այժմ տեսնենք, թե ինչ հատկություններով են օժտված կոմպլեքս թվերը։ Նախ ասենք, որ երկու կոմպլեքս թվեր հավասար են իրար, եթե հավասար են նրանց իրական մասերը և հավասար են կեղծ մասերը, երբ խոսքը վերաբերում է նրանց հանրահաշվական տեսքին, կամ հավասար են նրանց մոդուլները և հավասար են նրանց անկյունները իրական առանցքի հետ կազմած։ Կոմպլեքս թվերի գումարման սկզբունքը նույնն է, ինչ վեկտորների գումարման սկզբունքը, երբ խոսքը վերաբերում է երկչափ վեկտորներին։ Մասնավորապես գումարման դեպքում գումարվում են կեղծ մասերը և գումարվում իրական մասերը, իսկ տարբերության դեպքում հանվում են կեղծ մասերը և իրական մասերը, ինչպես պատկերված է 2.4.6b արտահայտությամբ։ Բազմապատկման դեպքում մենք ունենք էական տարբերություն, ինչպես հիշում ենք, երկու երկչափ վեկտորների բազմապատկումը մենք ներկայացրել ենք երկու ձևով, առաջինը սկալար արտադրյալներ և երկրորդը վեկտորական արտադրյալներ։ Կոմպլեքս թվերի դեպքում մենք ունենք հանրահաշվային տեսք և էքսպոնենցիալ տեսքով։ Հանրահաշվային տեսքով պատկերված է 2.4.7a-ում, դա նշանակում է ուղղակի, որ C1, C2-ի արտահայտությունների փակագծերը հարկավոր է բաց անել և նկատի ունենալ, որ j քառակուսին հավասար է -1-ի։
եւ էքսպոնենցիալ ձևով։ Էքսպոնենցիալ ձևի դեպքում մենք վերցնում ենք նրանց բացարձակ արժեքների, այսինքն մոդուլների արտադրյալը, իսկ անկյունները գումարվում են իրար։ Ինչ վերաբերում է կոմպլեքս թվերի բաժանմանը, ապա նախ նշեմ, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայտարարը հավասար չէ 0-ի։ Այս հանրահաշվական տեսքով բաժանումը իրականացնելու համար անհրաժեշտ է համարիչն ու հայտարարը բազմապատկել այսպես կոչված կոմպլեքս լծորդի արտահայտությամբ։ Կոմպլեքս լծորդ ասելով նկատի ունենք նույն կոմպլեքս թիվը, սակայն նրա կեղծ մասի նիշը փոխված։ Եվ փակագծերը բացելուց եւ գործողությունները կատարելուց հետո հանգում ենք ի վերջո 2, 4, 8a արտահայտությանը։ Էքսպոնենցիալ տեսքով, ինչպես տեսնում ենք, բաժանման դեպքում բաժանվում են կոմպլեքս թվերի մոդուլները մեկը մյուսի վրա, իսկ նրանց կազմած անկյունը իրական առանցքի հետ վերցվում է որպես այդ երկու կոմպլեքս թվերի անկյունների տարբերություն։ Եթե ցանկանում ենք կոմպլեքս թիվը բարձրացնել n-րդ կարգի աստիճան, ապա ինչպես տեսնում ենք 2, 4, 9 արտահայտությունից n աստիճանը վերցվում կոմպլեքս թվի մոդուլից եւ անկյունը բազմապատկում n-ով։ n-րդ կարգի արմատի դեպքում տրամաբանորեն վերցվում է արմատ նրա բացարձակ արժեքից, իսկ անկյունը բաժանվում n-ով։ Հարկ է նշել, որ այս գործողությունները գումարը, տարբերությունը, բաժանումը եւ բազմապատկումը ավելի հարմար է եւ ավելի հաճախ արվում է էքսպոնենցիալ տեսքով։ Դրանում մենք հետագայում կհամոզվենք։ Եվ վերջապես երկու կարևոր հատկություն, որը այստեղ անհրաժեշտ է նշել։ Եթե ունենք որևէ B կոմպլեքս թիվ, որը պարունակում է իր մոդուլը եւ էքսպոնենտը, ապա եթե վերցնենք այդ կոմպլեքս թվի ածանցյալը, դժվար չէ տեսնել, որ էքսպոնենտի առջև գտնվող այդ գործակիցը պարզապես իջնում է ներքև եւ բազմապատկվում կոմպլեքս թվով։ Այսինքն ածանցյալ որոշելը կայանում է նրանում, որ ինքը կոմպլեքս թիվը բազմապատկվում է տվյալ դեպքում j օմեգա արտահայտությամբ։ Ինչ վերաբերում է ինտեգրալին, ապա այստեղ այդ կոմպլեքս թիվը պարզապես բաժանվում է j օմեգա արժեքի վրայով եւ այդ երկու գործողությունները պատկերված են որպես 2, 4, 10a եւ 2, 4, 10b։ Իսկ այժմ կոնկրետ օրինակի վրա մենք կդիտարկենք, թե ինչպես են կոմպլեքս թվերը օգտագործվում էլեկտրական շղթաների տեսության մեջ։ Մեր օրինակում նախ վերցնենք նկար 244a-ում պատկերված ինդուկտիվ տար, դա կարող է լինել կոչ, որի համար ֆիզիկայի դասընթացից հայտնի է այդ կոչի միջով անցնող հոսանքի, փոփոխական հոսանքի իհարկե, եւ նրա վրա լարման անկման միջև կապը 2, 4, 11 արտահայտությամբ։ Նշեմ, որ հաստատուն հոսանքը ոչ մի լարում չի ստեղծում կոչի վրա։ Եթե իհարկե նկատի ունենանք, որ կոչը իդեալական է եւ չի պարունակում ռեզիստիվ դիմադրություն։ Եթե հաշվի առնենք, որ 2, 4, 10a արտահայտությունը, որը բերված է հղումների բաժնում, եթե կիրառենք այդ արտահայտությունը այստեղ հոսանքի ածանցյալի համար, ապա դժվար չէ տեսնել, որ հոսանքի եւ լարման կապը կարելի է ներկայացնել որպես 2, 4, 13 եւ այստեղ ես կուզեի շեշտել, որ հայտնի է հոսանքի եւ լարման կապը դիմադրության միջոցով, ուստի j օմեգա l արտահայտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կոմպլեքս դիմադրություն տվյալ էլեկտրական շղթայի տարրի համար, տվյալ դեպքում դա ինդուկտիվությունն է։ Այժմ, եթե մենք ուզում ենք տեսնել, թե
լարման եւ հոսանքի միջև ինչպիսի փուլային առնչություններ կան, այսինքն եթե ընդունենք, ասենք, լարման արտահայտությունը սինուսաձև կամ կոսինուսաձև զրոյական ֆազայով, ապա այս 2-4-13 արտահայտության մեջ անհրաժեշտ է ազատվել J այդ կեղծ միավորից, ներկայացնելով այն որպես էքսպոնենտ J պիկես, այսինքն էքսպոնենտ J 90-աշճան։ Դա ոչ այլ ինչ, եթե J-ի արտահայտությունն է կոմպլեքս տեսքով։ Այդ դեպքում պարզ է դառնում, որ ինդուկտիվ դիմադրությունը J օմեգա L-ը ունի կեղծ ռեակտիվ բնույթ, որի հետևանքով լարման փուլը առաջ է ընկած հոսանքից 90 աշճանով, այսինքն մենք ունենք 90 աշճան ֆազային շեղում, փուլային շեղում լարման եւ հոսանքի միջև։ Այժմ եթե անցնենք նկար 244b-ին, որտեղ պատկերված է ունակային տարը, կարճ ասած կոնդենսատոր, ապա ֆիզիկայի դասընթացից հայտնի 2-4-14 այդ արտահայտությունը կապում է լարումն ու հոսանքը միմյանց։ Եվ այստեղ, եթե կրկին հաշվի առնենք 2-4-10b արտահայտությունը, որը վերաբերում է ինտեգրալին, թե ինչպես է ինտեգրվում կոմպլեքս թիվը, ապա պարզ է դառնում, որ լարումը եւ հոսանքը իրար կապված կլինեն 2-4-15 արտահայտությամբ, հայտարարում գտնվող J-ը, այսինքն կեղծ միավորը պատկերենք էքսպոնենցիալ տեսքով, ապա կհանգենք 2-4-15-ի աճ մասին։ Եվ այստեղից պարզ է դառնում, որ ունակային դիմադրությունը, որը հավասար է 1 բաժանած J օմեգա C, ունի կեղծ բնույթ եւ որի հետևանքով լարման փուլը հետ է ընկած հոսանքի փուլից 90 աշճանով, պիկեսով։ Շարունակելով այս օրինակը, այժմ եկեք տեսնենք, թե ինչպիսին են ստացվում LC հաջորդական եւ LC զուգահեռ միացումների կոմպլեքս դիմադրությունները եւ ինչ հատկություն ունեն նրանք։ Նախ տեսնում ենք, որ ունենալով հաջորդական միացում կոմպլեքս դիմադրությունները գումարվում են իրար եւ ընդունում 2-4-16 արտահայտության աճ մասը։ Նույն ձևով զուգահեռ LC տարերի միացման դեպքում ստանում ենք զուգահեռ միացմանը բնորոշ 2-4-17 արտահայտությունը, որը J-ի արժեքը, եթե մենք դուրս հանենք հայտարարի փակագծից եւ բարձրացնենք համարիչ, կստանանք -J եւ անգամ այս ամբողջ արտահայտությունը եւ դա պատկերված է 2-4-17 արտահայտությամբ։ Երկու արտահայտությունների մեջ 2-4-16 եւ 2-4-17 մենք ունենք մի փակագիծ, որը արտահայտված է որպես օմեգա L մինուս 1 բաժանած օմեգա C։ Պարզ է մի բան, որ այս արտահայտությունը կդառնա 0 այն դեպքում, եթե մենք օմեգա 0 տառով նշանակենք 1 բաժանած արմատ LC, դա այսպես կոչված ռեզոնանսային հաճախականությունն է, եւ եթե դա բաժանենք 2π-ի, ապա ռեզոնանսային անկյունային հաճախականությունից մենք կանցնենք ռեզոնանսային գծային հաճախականության, որը պատկերված է 2-4-18 արտահայտությամբ։ Այսինքն գործ ունենք ռեզոնանսային կոնտուրների հետ։ Տարբերությունն այն է, որ առաջի դեպքում 2-4-16 արտահայտության դեպքում արդյունարար իմպեդանսը, արդյունարար կոմպլեքս դիմադրությունը դառնում է 0, այսինքն կարճ միացում ունենք։ Իսկ երկրորդ դեպքում, երբ ունենք զուգահեռ ռեզոնանսային կոնտուր, 2-4-17 արտահայտության դեպքում, փակագիծը 0 դառնալու դեպքում մենք ստանում ենք անսահման դիմադրություն, այսինքն ստանում ենք պարապընթացքի ռեժիմ։ Սրանով ավարտում ենք մեր այսօրվա դասը։ Հաջորդ անգամ մենք շարունակենք կոմպլեքս թվերի դիտարկումը, որպես այս դասի երկրորդ մասը,
եւ կդիտարկենք նրանց կիրառումը ազդանշանների տեսության մեջ։ Իսկ հիմա թույլ տվեք հաջողություններ ցանկանալ բոլորին։